Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մինչև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսը Երևանում ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումն ու տեսանկարահանումը խստիվ արգելվում են։ Արգելքը վերաբերում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ լրատվամիջոցներին։ Պաշտպանության նախարարությունից նշել են, որ նկարահանման պաշտոնական հնարավորություն կտրամադրվի միայն մայիսի 28-ին սահմանված կարգով։ Բացի այդ, խստիվ արգելվել է նաև ԱԹՍ-ների դրոնների կիրառմամբ նկարահանումը։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող հնարավոր հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով գլխավոր դատախազությունը գործարկել է թեժ գիծ 010 511 527 հեռախոսահամարով։ Թեժ գիծը կգործի մինչև հունիսի 7-ը ներառյալ աշխատանքային օրերին ժամը 09-ից 18:00, իսկ քվեարկության օրը շուրջօրյա։ 2026-27 ուսումնական տարվա առաջին դասարանցիների էլեկտրոնային հայտագրումը կանցկացվի 3 փուլով։ Առաջին փուլը հունիսի 8-ից 21-ը նախատեսված է արտոնություններ ունեցող երեխաների համար։ Այս խմբում են նույն դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցողները, դպրոցի աշխատակիցների երեխաները եւ սոցիալական որոշ խմբերի երեխաները։ Արտոնություն ունեն նաեւ խնամակալության տակ գտնվող եւ հաշմանդամություն ունեցող երեխաները կամ նման ծնողների երեխաները։ Հունիսի 23-ից սկսվում է երկրորդ փուլը։ Ընդհանուր հիմունքներով հայերեն դասարանների ընդունելության համար։ Երրորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ից եւ վերաբերում է ռուսերենով ուսուցմամբ դասարաններին։ Երկիակ, եռյակ կամ ավելի երեխաներից մեկի ընդունվելը նույն դպրոց հնարավորություն կտա նաեւ մյուսներին ընդունվել այստեղ։ Երևանում Վաղարշյան եւ Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ վթար նախնական տվյալներով ջիփ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կոտրել լուսակիրը եւ բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով տուժել է 3 մարդ, որոնցից 2-ը հետնոտներ են, իսկ մեկը ավտոմեքենայի ուղևոր։ Նրանք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։